Զարա ջան, շնորհակալ եմ, որ ընդունել ես հրավերս։ Գիտես, որ խոսելու ենք հոգեբանական թեմաներից, ես ինքս գիտես, որ հոգեբանական կենտրոն եմ բացել Երևանում, Your Choice հոգեբանական կենտրոնն է, ու փորձում եմ իմ հյուրերի հետ խոսել հոգեբանությունից։ Ողջույն սիրելիս։ Մերսի Զարա։ Եթե հաշվի չառնենք, որ տեսախցիկը մեզ հիմա հետևում է, մենք այսպիսի խոսակցություններ բազմիցս ունեցել ենք ու այս ֆորմատը հենց քո մասին է, սիրելի Մարինա ջան։ Մերսի շատ։ Իսկապես, ուրախ եմ, որ բացի այն, որ կա գրագետ հոգեբանական ծառայությունների խումբ, նաև այսպես կարելի է լուսաբանել ու այդ գրագիտությունը քիչ-քիչ մտնում է մեր հասարակության մեջ, որովհետև ժամանակին հիշում եմ, որ դա արվում էր սուրճի սեղանի շուրջ, միանշանակ հարևանների ընկերուհիների խորհրդով, գնա դրան անեց կտոր, վայ ես դրա ինչն եմ ասել եւ այլն կամ հակառակը լրիվ։ Եվ շատ լավ է, որ հիմա կարելի է այդ ամեն ինչին գրագետ լուծում տալ ու նաև պահպանել քո ներսի առողջությունը, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր անհատի համար։ Միանշանակ ճիշտ ես, քանի որ մենք երբ որ ուզում ունենք խնդիր, գնում ենք հարևանի, ընկերուհու, չգիտեմ, բոլորի մոտ խոսում ենք դրա մասին, դե խոսում ենք, վերջանում ենք, գնում ենք տուն, բայց միևնույն է, մեր խնդիրը մնում է, դա լուծում չի գտնում։ Եվ խնդիրը բացի այն, որ մնում է, խնդիրը նաև պրոյեկտվելու ունակություն ունի, այսինքն այս չլուծվեց, դա դառնա ուրիշ մի հատ ուրիշ չոլողոջ խնդիր։ Այո, դրա համար մասնագետին դիմելը շատ ճիշտ է իհարկե, իմ կարծիքով, այսպես ասած սուբյեկտիվ կարծիքով, քանի որ նաև կա մի ուրիշ հակառակ կողմ այդ ամենի, երբ որ դու խոսում ես հարևանի եւ ընկերուհու հետ, դու այդ վստահությունը չունես, որ դա կմնա ձեր միջև, որովհետեւ կա նաև կարող է մեծանալ, դառնել ավելի մեծ խնդիր եւ դա կարա տարածվի լրիվ ուրիշ ֆորմատով ու դառնա ավելի մեծ, այո, ավելի մեծ խնդիր։ Դրա համար իսկապես ճիշտ մասնագետին դիմել դա շատ կարեւոր է, Զարա ջան։